Ողջույն։ Այսօր մեր հյուրը Տաթև Խաչատրյանն է, մանկական եւ մեծահասակների հոգեբուժ։ Ողջույն Տաթև ջան։ Այսօր խոսելու ենք մանկական հոգեբուժության եւ մանկական հոգեբուժի հետ համագործակցելու սահմանների մասին։ Տաթև երևի գաղտնիք չէ այն, որ մանկական հոգեբուժության մասին կան բազում կարծրատիպեր մեր հասարակության մեջ եւ այդ թվում նաեւ մասնագիտական դաշտում ու շատ հաճախ առաջացնում է բավականին մեծ դժվարություններ աշխատելը մանկական հոգեբուժների հետ կամ համագործակցությունը ու երևի թե կարծում եմ այս խնդիրները առաջանում են այնտեղից, որ շատ հաճախ պատկերացում մանկական հոգեբուժության մասին այդքան էլ հստակ չկա։ Ինչ հասել է մանկական հոգեբուժություն։ Մանկական հոգեբուժությունը դա հոգեբուժության մի մեծ բաժինն է, որը սկսվում է մանկական ժամանակահատվածից եւ ավարտվում 18 տարեկանում։ 18 տարեկանից արդեն մենք խոսում ենք մեծահասակների հոգեբուժության մասին։ Այսինքն որպես այդպիսին սահմանում չկա, բայց տարիքային դիապազոնը նորածնային շրջանից կարող ենք վերցնել մինչև 18 տարեկան։ Այս նորածնային հատվածը ու մանկական հասակը հատկապես տագնապ ավելի առաջացնող է լինում, կարծում եմ։ Կա այնպիսի մոտեցում, որ շատ փոքր երեխաները երևի հոգեբուժական աջակցության կարիք չեն ունենում։ Որ տարիքից ենք մենք խոսում հենց այդ հոգեբուժական աջակցության մասին երեխաների մոտ։ Մոտ 1.5 տարեկան հասակից, երբ մենք պետք է ունենանք նորմայի տարբերակները զարգացման ու երեխան հապաղում է ունենում ու տարբեր մասնագետների մոտով անցնում է, այնուհետև պետք է ախտորոշում տեղի ունենա, արդեն գործի են գալիս հոգեբուժները։ Այդ հապաղման դեպքում մենք եւս պետք է գանք դեպի հոգեբուժ, որտեղ ինձ թվում է դրա մասին շատ տարբեր կարծիքներ կան ու հիմա հատկապես դիագնոստիկայի մասով ամենատարբեր մասնագետներ տալիս են այդ ախտորոշում, ասեմ, այսպես չակերտավոր, այսինքն եթե մենք ցանկանում ենք հասկանալ զարգացման առանձնահատկությունները, մենք դիմում ենք մանկական հոգեբուժին։ Մանկական տարիքում ախտորոշումը իրականացվում է թիմային, չէ՞։ Ես ինքս որպես մանկական հոգեբուժ սկսեցի հրաժարվել մանկական տարիքից, ինչու, որովհետև թիմային աշխատանքը իմ աշխատանքի դեպքում բացակայելու էր։ Իսկ հասկանալ երեխան կոնկրետ ինչ խնդիրներ ունի, օրինակ, խոսքի տեսանկյունից, շարժողական տեսանկյունից, հոգեբանական տեսանկյունից կամ մանկաբուժի տեսանկյունից թիմային աշխատանք է պահանջում, այսինքն, բայց վերջնական ախտորոշումը դրվում է միանշանակ հոգեբուժի կողմից, քանի որ Հայաստանի Հանրապետության հոգեբուժության մասին օրենքով սահմանված կարգով ախտորոշում իրավունք ունի դնելու միայն մանկական հոգեբուժը, հոգեբուժական պրակտիկայում միայն հոգեբուժը։ Այս թիմային աշխատանքի մասին երևի կուզեի շատ խոսեինք, կա պատկերացում, ինքս հոգեբան լինելով հանդերձ հոգեբանական հանրույթում, այսպես ասած, գիտեմ, որ պատտվում է այս քննարկումը այն մասին, որ հոգեբուժների հետ համագործակցությունը բավականին բարդ է լինում եւ հաճախ այդ կոնտակտն ու կապը չի ստացվում ապահովել, իրականացնել, Արդյոք հոգեբուժների դաշտից նմանատիպ ձևով է խնդիրը ընկալվում ու արդյոք կա այդ դժվարությունը համագործակցության։ Բնականաբար, բայց երևի թե խնդիրը գալիս է նրանից, որ մանկական հոգեբուժները շատ քիչ են Հայաստանում ու մարդիկ չեն գնում մանկական հոգեբուժություն, որովհետև նա ավելի բարդ է, քան մեծահասակների հոգեբուժությունը եւ առհասարակ ինչպես մանկաբուժությունը, Մանկական շրջանը շատ ավելի դժվար է, քան մեծահասակների առողջությունը որպես այդպեսին, քանի որ մենք ավելի շատ կապ ենք ունենում ծնողի հետ, իսկ ծնողի հետ աշխատանքը շատ ավելի դժվար է, քան մեծահասակների կյանքում, որովհետև արդեն հասկանալի է։ Իսկ միջմասնագիտական կապի խնդիրը բնականաբար թե հոգեբուժներն են նկատում, թե հոգեբաններն են նկատում, որովհետև եթե մի թիմում չեն աշխատում են օրինակ տարբեր կենտրոններում եւ կապը միայն հեռախոսային է կամ ժամանակ առ ժամանակ տեսնվելով, բնականաբար հնարավոր է բացթողումներ լինեն, բայց միևնույն ժամանակ, ինչպես մենք ենք համագործակցում, այդ համագործակցությունը հնարավոր է ցանկության դեպքում։ Որ պահից պետք է հոգեբանները որոշեն դիմել հոգեբուժի կամ առհասարակ կապի մեջ լինեն հոգեբուժի հետ։ Եթե կասկածում են, որ իրենց մասնագիտական հմտություններից դուրս է վիճակը, բնականաբար ցանկալի է դիմել մասնագետի, ով որ բժշկական տեսանկյունից ունի դրա օրենքով նախատեսված հնարավորությունները, Այսինքն նեղ մասնագիտացում ունի խնդրի հետ կապված։ Որտեվ այն ինչ որ հաճախ նկատում ենք աշխատանքի մեջ, երբեմն աշխատանքը ընթանում է, բայց մտածելով այս համագործակցության խնդիրների մասին, մտածելով, որ կարող է այդքան էլ արդյունավետ չստացվի, հաճախ ինձ թվում է դադարեցվում է նույնիսկ այն միտքը, որ դիմենք հոգեբուժին։ Երևի դադարեցնող մյուս գործոններից էլ լինում է այն, որ մասնագետները լարվում են
ուղղորդելու հոգեբուժի մոտ։ Այս մասով ինչ է կատարվում դաշտում, որովհետև ես ինքս շատ հաճախ ծնողների հետ խոսելու ընթացքում, երբ որ ասում եմ, որ ես ուղղորդում եմ հոգեբուժի մոտ, ես տեսնում եմ ինչ է կատարվում ծնողների ներաշխարհի հետ, հա, կա ինչ որ հատուկ մեխանիզմ, տարբերակ կամ ինչ որ աշխատանք, որ այս փուլում իրականացվում է այս դաշտում։ Քանի որ մենք խոսում ենք համընդհանուր համաշխարհային ստիգմատիզացիայի մասին հոգեբուժության տեսանկյունից, ցավոք, շատ բան այս պահին հնարավոր չի անել, բայց եթե փորձեմ նկատել տենդենսը ամեն տարի, տարեց տարի նկատելի է, որ մարդիկ շատ ավելի հեշտ են դիմում հոգեբուժի, որովհետև այդ կարծրատիպը հոգեբուժի վերաբերյալ, որ դա այն վերջին կատաստրոֆիկ դիագնոզ ունենալու տարբերակն է, մենք գնում ենք կատաստրոֆիկ դիագնոզն իմանալու, մարդկանց խուսափողական վարքագծի է տանում, հա, ավելի լավ է մենք չիմանանք, չլսենք, չտեսնենք, քան մենք գնանք ու իմանանք, որ ողջ կյանքում օրինակ ունենալու ենք այս ինչ բանի հետ RRS-ում, հա, մենք այդ խնդիրը ամբողջ կյանքում պետք է լուծենք։ Միևնույն ժամանակ շատ հաճախ ես նկատում եմ, որ ավելի հեշտ է դառնում, երբ ասում են, գիտեք, ոնց որ մեզ պետք է բժշկի կարծիքը, երբ որ չի հնչում հոգեբուժ, այլ բժշկի կարծիքը ու այդ բժիշկը հոգեկան ոլորտի հոգեբուժն է, ոչ թե նյարդաբանը, վերաբերմունքը լրիվ ուրիշ է։ Այսինքն այստեղ կարող ենք ասել նույնիսկ նույն հոգեբան մասնագետներին օրինակ, որ ուղղորդման ժամանակ օրինակ օգտագործեն նույն այս ձևակերպումը, որ մեզ հարկավոր է բժշկական ոլորտի մասնագետի կարծիքը, դրա համար ենք մենք ուզում որ գնանք, որովհետև իսկապես երբ որ նշվում է հոգեբուժ, ես զգում եմ, որ օրինակ ծնողների մոտ շատ երկար մտորումներ են սկսում ու երբեմն այնքան երկար, որ սկսում են երեխային վնասել արդեն։ Ու այստեղից նաև այս հարցը եկավ, արդյոք կա որևէ մեխանիզմ, որով մենք չեմ ուզում ասել պարտադրաբար, բայց ինչ որ ձևով նպաստենք նրան, որ ծնողը գնա պարտադիր այդ բուժման ու արդյոք օրինակ կարող ենք դադարեցնել աջակցությունը այն դեպքում, եթե չունենք հոգեբուժական եզրակացություն։ Երբեմն դա կարող է հնչել մանիպուլատիվ մասնագետի կողմից, որ առանց հոգեբուժի կարծիքի ես չեմ շարունակելու օրինակ իմ աշխատանքը, բայց միևնույն ժամանակ կարծում եմ կան դեպքեր, որ այո, միանշանակ այդպես պետք է արվի, որովհետև այլընտրանքային տարբերակում երեխայի վիճակը կարող է ավելի վատանանալ։ Այդ դեպքում աջակցության սահմանները որոնք են լինում, ինչ անել է։ Ցավոք սրտի, եթե երեխայի վիճակը վատանանում է, գնում է դեպի հոսպիտալիզացիա։ Յուրաքանչյուր հոսպիտալիզացիա ստեղծում է իր խնդիրները երկրորդային, որը որ հետագայում անցնելու է անձի մակարդակում։ Այսինքն մենք իրականացնում ենք նաև փոքր երեխաների, մանկահասակ տարիքի երեխաների արդեն նաև ստացիոնար բուժում։ Հայաստանում կա ստացիոնար բուժում։ Մինչև 18 տարեկանների ստացիոնար բուժում կա։ Ավան հոգեկան առողջության կենտրոն։ Իրենք երկարատև են մնում հոգեբուժական աջակցության, այդ դեպքում կախված ինչ խնդիր է իրականում, բնականաբար ստացիոնար բուժման հիմնական նպատակը սուր փուլից հանելը ու տուն ուղարկելն է, հետագայում իր բուժման կուրսը շարունակելու նպատակով, բայց եթե երեխան խնամքի է, ճիշտ ասած դրա հետ կապված շատ ինֆորմացիա չունեմ, բայց կարծում եմ, որ հնարավորություն կա։ Դա թվայ խոսեցինք նրա մասին, որ մենք ախտորոշում ենք դնում մանկական հոգեբուժը եւ տալիս է ախտորոշումը։ Ինչպես է տարբերակվում մանկական հոգեբուժի կողմից տրված ախտորոշումը մնացած բոլոր բազմաթիվ եզրակացություններից, որոնք հիմա Հայաստանում կարող են պտտվել։ Ինչպես ասացի նախորդիվ, որ կարգով է կատարվում ախտորոշումը, ՀՀ հոգեբուժության մասին օրենքի համաձայն մենք ախտորոշումը դնում ենք ՀՄԴ-10-ի կամ ICD-10-ի միջոցով եւ այլընտրանքային տարբերակներ մենք չունենք ախտորոշման, հա, իսկ ոլորտի մեջ որևէ այլ մասնագետ դա ախտորոշելու իրավունք չունի։ Դրա ախտորոշումը միայն մանկական հոգեբուժը կարող է իրականացնել։ Իսկ կարող են այլ մասնագետները նույն ՀՄԴ-ից, հա, հիվանդությունների միջազգային դասակարգման ուղեցույցից կարդալ, որ կա այսպիսի դրսևորումներ եւ որոշել, որ երեխան այսպիսի ախտորոշում ունի։ Չեն կարող։ Օրենքով պատժելի է իրականում, որովհետև դա իրավունք ունի միայն այն մարդը, ով ունի դիպլոմավորված է, հա, նեղ մասնագետ է։ Դրա իրավունքը ունի միայն մանկական հոգեբուժը։ Այո, միգուցե մանկաբուժը կամ զարգացման մանկաբուժը կարող են կասկած ունենալ, դնել որևէ ախտորոշում, բայց վերջնական ախտորոշումը դրվում է մանկական հոգեբուժի կողմից։ Իսկն որևէ ձևով այլ մասնագետներ դիագնոստիկայի մեջ ինչ որ ուղղորդումներ անելու տարբերակներ ու հնարավորություններ որևէ ձևով չունեն։ Իրենք կարող են դնել ուղղակի նախնական ախտորոշում, ինչ են տեսել հարցականով։
Այս համարվում է սա ախտորոշում, թե սա համարվում է կարծիք կամ մտավախություն։ Դա համարվում է նախնական ախտորոշում, ինչ է տեսել մասնագետը, որովհետև ինչպես ասացի, թիմային աշխատանք է պետք վերջնական ախտորոշումը ունենալու համար մանկական հոգեբուժի կողմից, որովհետև կան նրբություններ, որոնք որ այլ մասնագետներն են տեսնում ախտորոշում, նախնական ախտորոշում։ Իսկ վերջնականը արդեն հոգեբուժը ամբողջականացնելով դնում է համադային համապատասխան։ Մենք շատ ենք խոսում համագործակցության մասին, ինչպիսին է այդ համագործակցությունը, ինչպիսի տեսք պետք է ունենա հոգեբան հոգեբուժ համագործակցությունը, որպեսզի մենք կարողանանք ասենք, որ սա ստացված համագործակցություն է։ Կախված թե ում կողմից է ուղղորդվել, այսինքն եթե ենթադրենք ես ունեցել եմ պացիենտ, ունեցել եմ այցելություն իր կողմից, խորհրդատվություն իրականացվել է եւ ես հասկանում եմ, որ բացի իմ աշխատանքից ես կարիք ունեմ, որպեսզի տվյալ պացիենտի հետ իրականացվի հոգեթերապևտիկ աշխատանք, ես ուղղորդում եմ հոգեբանի հետ, իրեն նախապես ասելով, որ գիտեք, եթե չեմ ճանաչում անձնապես ձեր հոգեբանին ում կընտրեք, կարող է ինձ հետ կապ հաստատել, որ մենք հասկանանք ինչ կարող ենք անել, որպեսզի լավագույնս ձեզ օգնենք։ Եթե ճանաչում եմ տվյալ մասնագետին, ինքս կապ եմ հաստատում, ասելով, որ գիտեք, ձեզ ուղղորդում եմ նմանատիպ պացիենտի, ում հետ կարծում եմ, որ ISS կետերի վրա աշխատանքը շատ կօգնի։ Այս դեպքում ստացվում է, որ ավելի աշխատանքի ընթացքը մի մասով մնում է ծնողների վրա։ Այսինքն ծնողը ինքը պետք է որոշի փոխանցի կոնտակտները, թե չէ։ Եթե ենթադրենք ծնողը այդքան էլ պատասխանատվություն չունի, չասեմ, այս պարագայում չի ուզում դա անել, ուղղակի կամ չի կարևորում այդքան, կամ չի ուզում, որ կոնտակտը գնա։ Այս դեպքում մենք այլ տարբերակ ունենք մասնագետների միջև կապը խթանելու, այսինքն մասնագիտական կապ ստեղծելու, հենց մասնագետների միջև, եթե նույնիսկ մենք չենք ճանաչում իրար։ Եթե հետաքրքրությունը կա մասնագետի կողմից, որևէ կողմից, հա, կարծում եմ, որ բնականաբար դա հնարավոր է կազմակերպել եւ մենք այստեղ շատ կարեւոր է նաեւ երեխան որ տարիքային խմբում է, որովհետեւ եթե երեխան դեռահաս է, ապա կարծում եմ, որ ինքը իր կողմից կարող է այդ կապը ստեղծել, չսպասենք ծնողը իր ակտիվությունը ցուցաբերի։ Մենք հոգեբանության մեջ իրական շատ ունենք այդ գաղափարները, գաղտնիության, սահմանների, երեխան անչափահաս է եւ այլն, շատ հաճախ ենք այս մասին խոսում, այդ եկավ միտքը դեռահասից իրականում։ Հոգեբուժության մեջ ինչպես է, այսինքն գաղտնապահության ինչ որ սահմաններ կան, թե պարտադիր ծնողը պետք է ներգրավված լինի, որովհետեւ մենք երեխաների մասին ենք խոսում, անչափահասների, ու այստեղ արդեն բժշկական եզրակացության հարցն է առաջ գալիս եւ այլն, ինչպես է պահպանվում այս գաղտնիության հարցը, չէ՞ որ հոգեկան առողջության ոլորտ է ամեն դեպքում եւ մենք պետք է էթիկական սկզբունքներով առաջնորդվենք, չնայած հոգեբուժության մեջ դրանք մի փոքր այլ են։ Այո, միշտ 18 տարեկանը իրականում մենք իրավունք ունենք, եթե տեսնում ենք որևէ վտանգ ծնողի հետ միանշանակ քննարկելու առանց երեխայի Նաև առանց երեխայի համաձայնության, որովհետև եթե երեխան ունի ինքնավնասումներ, օրինակ կամ սուիցիդալ մտքեր, բնականաբար ծնողը պետք է տեղյակ լինի, որպեսզի հասկանա ինչա կատարվելու հետագայում, հա, կամ եթե կա վտանգ ինքնասպանության, ինչ գործիքակազմ պետք է օգտագործի ծնողը, որպեսզի ոչ թե դրդի, այլ կարողանա աջակցել ու կարողանա կարգավորել վիճակը առնվազն, հա, բայց իրականում Շատ հաճախ ես սկզբնական մի քանի րոպեն տրամադրում եմ ծնողներին, որպեսզի իրենք ներկայացնեն իրենց գանգատները, իրենց կողմից ինչ են տեսել եւ այլն, այնուհետեւ ծնողները դուրս են գալիս, պացիենտի հետ, երեխայի հետ շփումը շարունակվում է, մինչեւ այն պահը, թե ինչ պետք է անենք հետագայում։ Անկախ տարիքից այս դեպքում օրինակ նույնը կլինի 7 տարեկանի հետ, եւ նույնը կարվի 16 տարեկանի հետ։ Կախված կոմունիկացիայից։ Եթե երեխան կոմունիկացիայի խնդիր ունի, բնականաբար ամբողջ ընթացքում ծնողները ներկա են։ Եթե չէ, ցանկալի է երեխայի հետ քննարկել առանձին, որովհետև բնականաբար կարող են լինել բաներ, որոնք որ չի ցանկանում ծնողներին ասել, չանհանգստացնելու նպատակով կամ վախի միջավայր պայմանավորված, տրավմատիզացիա պայմանավորված եւ այլն։ Մի քանի խնդիրներ նշվեց հոգեկան առողջության, կան արդյոք ինչ-որ խնդիրներ, որոնց դեպքում եւ ծնողը եւ այս դեպքում այլ մասնագետները, հոգեբանները այդ թվում հստակ պատկերացում ունենան, որ սա այն խնդիրն է, որը ուղղորդվում է հոգեբուժի մոտ կամ սա այն դրսևորումն է, որի պարագայում մենք հստակ պետք է ուղղորդենք հոգեբուժի մոտ։ Գիտեմ, որ այդ շրջանակը շատ մեծ ու լայն է, բայց այն ամենահաճախ հանդիպող կամ ավելի ցայտուն դրսևորումները որոնք են։ Տագնապային սպեկտրի խանգարումները, դեպրեսիան, պսիխոտիկ էլեմենտներով ընթացող յուրաքանչյուր խնդիր, սննդային վարքի խանգարումները,
մարմնի հետ կապված խնդիրները, այսինքն յուրաքանչյուր բան, որ կարող է դուրս գալ իր նորմայից եւ ուղղվել դեպի պաթոլոգիա, իսկ մենք բոլորս էլ գիտենք, հատկապես մասնագիտական դաշտում, որ դեռահասության ժամանակ սկսված նևրոտիկ սպեկտրի յուրաքանչյուր բան կարող է ունենալ կատաստրոֆիկ հետևանք, եթե ճիշտ ժամանակին ախտորոշում չի իրականացվում, որովհետեւ կորիզային խնդիրները, օրինակ նույն պսիխոտիկ սպեկտրի որոշակի խնդիրներ կարող են սկսել նևրոտիկ խնդիրներով ու այս դեպքում շատ կարևոր է ճիշտ ժամանակին ճիշտ ախտորոշում դնելը։ Կան այսպիսի sense տարածված բաներ, խնդիրներ, հոգեբանների անունից խոսեմ այս պահին, որոնց դեպքում միշտ խոսում են այս դեպքում պարտադիր պետք է ուղղորդենք հոգեբուժի մոտ, երևի պետք է եզրակացություն իմանանք, երևի դրանցից ամենատարածվածներից մեկը սուիցիդալ մտքերն են։ Ու շատ մասնագետների մոտ հաճախ հարց է առաջանում, օրինակ, եթե 1 կամ 2 անգամ դեռահասը սուիցիդալ միտք է ունեցել, դեռ փորձի մասին չի խոսք, ուղղակի միտք է ունեցել։ Այս դեպքում մեզ հարկավոր է լինելու ավելի արդյունավետ աշխատանքի համար հոգեբուժի եզրակացություն ունենալը։ Ավելի լավ է հոգեբուժն ասի խնդիր չկա, տարիքային առանձնահատկություն է, քան մասնագետը բաց թողնի, որովհետև իրականում յուրաքանչյուր ինքնավնասման փորձ թիրախավորում է մասնագետին։ Իսկ այդ դեպքում, եթե գանք դեպի սննդային վարքի խանգարումները, եթե օրինակ մենք խոսում ենք այն դեպքերի մասին, որ երեխայի քաշը նորմայից կտրուկ պակասում է, ավելի դեռահասական տարիքին բնորոշ խնդիր եմ այս պահին ասում, այս դեպքում մեր առաջնային թիրախը հոգեբուժն է, մանկաբուժն է, սննդաբանն է, ով է առաջին օղակը լինելու։ Ցանկալի է հոգեբուժը, հոգեբուժն արդեն կուղորդի սննդաբան է պետք, մանկաբուժ է պետք, կամ կան ինչ-որ անալիզների շարք, որոնք որ պետք է իրականացնել հասկանալու համար երեխայի մոտ որևէ այլ խնդիր է, թե հոգեկան ոլորտի, որովհետև դա կարող է լինել թե դեպրեսիա ասոցիացված, թե օրինակ դիսմորֆոֆոբիա, դիսմորֆոմանիա ասոցիացված, թե ուղղակի սննդային վարքի խանգարում, որ պայմանավորված է, այսինքն ամենաթեթևիցը սննդային վարքի խանգարում ու մնացած ավելի ծանր խնդիրներ կան, օրինակ կա զառանցական միտք թունավորման, որը որ հանգեցնում է չուտելուն, սա նշանակում է, որ ավելի լավ է մի հատ կոնսուլտացիա գնա երեխան ծնողի հետ, քան բաց թողում լինի ու հետագա, որովհետև այստեղ խնդիրը ոչ միայն հոգեբան-հոգեբուժ համագործակցության, այլ նաև ընդհանուր առմամբ բժիշկ-բժիշկ համագործակցության մասին է։ Գաղտնիք չի, որ բժշկության մեջ էլ հոգեբուժությունը որպես այդպեսին չի ընդունվում։ Այսպես որ խոսում ենք, մի տեսակ գալիս է զգացողությունը, որ հոգեբուժին դիմելը ավելի շատ ապահովության զգացողություն է ու բոլոր մասնագետների համար եւ այդ թվում նաեւ ծնողի համար է սպառակայում, որ եթե մենք դիմում ենք հոգեբուժին, այս դեպքում մենք կարծես թե ապահովագրվում ենք հետագա ավելի վատ դժվարություններից, դրսևորումների հայտ գալուց։ Հատկապես ոնց հասկանում եմ դեռահասության տարիքում դա շատ ավելի վառ արտահայտված է լինում։ Բայց մի հարց եկավ դեռահասության տարիքի հետ կապված, այդ տարբերակումը ինչպես կարող են իրականացնել եւ մասնագետները եւ ծնողները, որ սա տարիքային դժվարություն չի, այլ սա հատուկ հարց է, որը որ պետք է ուղղորդվի մասնագետի մոտ, հա, որովհետեւ դեռահասների դեպքում այնքան հեշտ է շփոթել մարմնի ընկալումները դիսմորֆոֆոբիայի հետ։ Այսինքն որ պահից պետք է հասկանալ, որ այստեղ արդեն մենք աջակցության կարիք ունենք։ Եթե վարքը փոխվում է երեխայի Դեպի ինչ ձևով է արտահայտվում դա։ Դեպի դուրս գնալ, դեպի խաբել, դեպի սեփական եսի մակարդակ, ագրեսիա, աուտոագրեսիա։ Ամեն ինչ ինչ որ նորմայի սահմաններից, գրքային տարբերակներից դուրս է։ Այսինքն այն ինչ որ տարիքային նորմայի մեջ ոնց որ թե ենթադրվում է, բայց ավելի սուր արտահայտում է ունենում։ Ավելի լավ է մի անգամ գնա խորհրդատվության, քան բաց թողում լինի մասնագետի կողմից հետագայում։ Լինում են այդ դեպքերը, երբ որ ուղղակի անհանգստություն է լինում, ոչ մի խնդիր էլ չի լինում ու ոչ մի բան էլ պարտադիր չի, որ ենթադրի հոգեբուժի մոտ գնալը։ Լինում է, որ գալիս են հոգեբուժի մոտ ու խորհրդատվության արդյունքում որոշվում է, որ այս պահին տարիքային նորմայի սահմաններում է, հանգիստ գնացեք ապրեք։ Դասերից ծնողները ոնց են վերաբերվում հոգեբուժի հետ կապին, որտեղ այդ լարվածությունը, որ իրենց մոտ գալիս է, իրենք մեծ դժվարությամբ հասնում են։ Երբ որ հասնում են հոգեբուժի մոտ, հետո ինչպես է։ Հետո շատ ավելի հեշտանում։ Որովհետև ոնց որ ապահովությունը դնեն մասնագետի վրա շատ ավելի շատ, հա, որ գիտեն, հատկապես եթե իրենց բոլոր հարցերի պատասխանները ստանում են, այդ ժամանակ նկատելի է իրենց կողմից այդ ապահովության զգացողությունը, հա, մշտական, որ ես ունեմ մեկին, ում կարող եմ երեխայի հետ կապված հարցադրում անել ու հստակ իմանալ դա պաթոլոգիայի շրջանակներում է, թե նորմայի։
ավելի ապահով են զգում կարող ասել ծնողները այս դեպքում, բայց հասնելը իրականում ամենադժվար պահն է, որ իմ փորձից կարող եմ ասել, որ ես երբեմն ծախսել եմ երևի 4-5 հանդիպում ծնողի հետ նրա վրա, ու այդ ընթացքում տուժում է երեխան իրականում, մինչև մենք եկել ենք այն մտքին, որ հոգեբուժի մոտ գնալը ոչ մի սարսափելի բան իրենից չի ենթադրում, ու մյուս կարծրատիպը երևի հոգեբուժների հետ կապված, ինձ թվում է շատ մասնագետների մոտ էլ դա կա, որ հոգեբուժությունը են ֆիլմային իրավիճակում է տեղի ունենում, որ հոգեբուժը տենց շատ վախենալու մի կերպար է եւ երբ որ հիվանդը տվյալ դեպքում հայտնվեց հիվանդանոցում ու պարտադիր հիվանդանոցային են պատկերացնում, հիվանդանոցում պետք է լինի սկսած զսպաշապիկից վերջացրած ինչ որ դեղային ներարկումներով իրավիճակ, հա, ինչպեսին է հիմա իրադրությունը հոգեբուժի մոտ այցի ժամանակ։ Ես որպես հոգեբուժ չեմ համապատասխանում նախորդ դարի 50-ականների պատկերացումներին մեկ, երկրորդը զսպաշապիկ առհասարակ գոյություն չունի հայկական իրականության մեջ, դա օրենքով անթույլատրելի է ու դատապարտելի, երրորդը մենք միշտ չի որ դեղորայք ենք նշանակում, եթե մենք տեսնում ենք դրա կարիքը, մենք նշանակում ենք, եթե չէ, մենք ասում ենք, ես շատ հաճախ ասում եմ, որ եկեք օրինակ դիտարկենք փսիխոթերապիան, երբ կզգանք, որ կարիքը կա ու մեզ չի բավարարում արդյունքը, այդ ժամանակ կդիտարկենք որևէ պրեպարատ, եթե դրա անհրաժեշտությունը կլինի իրական։ Բայց երբ կարիքը կա իսկապես ու երեխան առանց պրեպարատի չի կարող վիճակից դուրս գալ, բնականաբար ցանկալի է, որ երեխան օգտագործի պրեպարատը այն ժամանակահատվածում, որ ժամանակահատվածը, որ իրեն կարգավորելու է, որովհետև կան պաթոլոգիաներ, որոնք որ ընդամենը մինչև եթե մենք դիտարկենք 12 ամիս օգտագործում են դեղորայքու, հետագայում առողջ ապրում են։ Իսկ տարիքից է կարելի դեղային բուժում նշանակել։ Երբ դրա անհրաժեշտությունը կա։ Այսինքն տարիքային որևէ բան չունեք սահման։ Այդ սահմանը ինչքան հնարավոր է շատ, բայց եթե կարիքը կա, մենք միշտ էլ կարող ենք նշանակումները անել։ Իսկ այս դեպքում համագործակցող մասնագետները ինչքանով պետք է տեղյակ լինեն դեղորայքային բուժումից, արդյոք պետք է որ օրինակ հոգեբանը իմանա ինչ դեղորայք է նշանակված եւ եթե հա ինչ է անում այդ տեղեկությունը։ Կարող է իմանալ խմբերը, որոնք են, ինչու, որովհետեւ պրեպարատները ունենում են կողմնակի էֆեկտներ, որոնք որ օրինակ հա նեյրոլեպտիկների դեպքում մենք նկատում ենք կոգնիտիվ ֆունկցիաների իջեցում, որ ակտիվ փսիխոթերապևտիկ աշխատանք չսպասի երեխայից այդ ժամանակահատվածում, դա լինելու է ոչ պրոդուկտիվ։ Ինչ որ ժամանակ հետո, երբ երեխան կադապտանա պրեպարատին կամ պրեպարատի դեղաչափը կիջնի, երեխայի մոտ կոգնիտիվ ֆունկցիաները կվերականգնվեն ու այդ ակտիվ թերապիան կսկսի աշխատել։ Այսինքն սա այն տարբերակն է, որ հոգեբան մասնագետները շատ հստակ պետք է տեղեկացված լինեն նաև դեղորայքային բուժման ընթացքից ու տարբերակներից, որոնք որ երեխաների հետ թերապիայի ընթացքում իրականացվում են։ Բայց անպայմանորեն դա պետք է քննարկվի ծնողի հետ երեխայի դեպքում, որ եթե դեմ չեք, ես ինֆորմացնեմ ձեր թերապևտին, որ երեխային նշանակված է այսինչ, որ իմանա ինքը ինչ սպասի։ Նույն օրինակ հակադեպրեսանտների դեպքում առաջին հնարավոր է, հա, օրինակ տագնապային սպեկտրի պաթոլոգիաների ժամանակ մենք նկատում ենք, որ առաջին 2-3 շաբաթը կարող ենք ունենալ սրացումներ, որպեսզի մասնագետը հստակ իմանա, որ դա պայմանավորված չի նրանով, որ երեխայի մոտ սրացում է հստակ կլինիկայի տեսանկյունից, պաթոլոգիայի տեսանկյունից, այլ դա պրեպարատ ասոցացված խնդիր է ու պետք է ուղղակի սպասել, աջակցել երեխային, տալ ինչ-որ հմտություններ, ենթադրենք mindfulness-ի տեխնիկաներ, որոնք որ կօգնեն այդ վիճակը հաղթահարել, մինչև պրեպարատը կսկսի աշխատել։ Մի հատ բան հիշեցի, որ սուպերվիզիոն հանդիպումներից մեկի ժամանակ մասնագետը խոսում էր այն մասին, որ հոգեբուժի հետ աշխատանքի եւ դեղորայքային բուժում ստանալու ընթացքում ծնողի կողմից արձագանք է եղել թերապիան դադարեցնելու, որ հոգեթերապիան դադարեցնեն, գնան դեղային բուժումը ստանան, վերջացնեն, նոր վերադառնան հոգեբանի հետ աշխատանքի իրականացմանը, հա։ Այս դեպքում արդյոք աշխատանքը չի երկարելու եւ համաժամանակյան արդյունավետության պարագայից ավելի բարձր չի դիտարկվում։ Կախված է թե ինչ պաթոլոգիայի մասին ենք մենք խոսում, շատ հաճախ հենց համագործակցությունների մեջ լինում են էտապներ, որ հոգեբուժ հոգեբան որոշում ենք, որ միգուցե թերապիայի մեջ կարիք կա մի ամիս, 2 ամիս պաուզա տալու, որպեսզի հասկանանք պրեպարատը ինչը կանցկացնի, եւ առհասարակ շատ է լինում, որ երկար թերապևտիկ process անցնելուց հետո, երբ մասնագետը չի տեսել պաթոլոգիան ու ինչ որ մի օր նկատել է, ուղարկել է, պրեպարատային թերապիայից հետո
վիճակն ամբողջությամբ անցնում է, որովհետև ռեսուրսները լավ վերականգնված են լինում, դեղորայքն էլ հնարավորություն է տալիս մնացորդային այդ հիմնակարային խնդիրները լուծել ու երեխան էլ կարիք չունի թերապիայի։ Բայց երբեմն լինում է, որ խանգարում է։ Այդ ժամանակ պետք է հասկանալ, թե մենք ինչ խնդրի հետ գործ ունենք ու ինչ է պետք անել ընդհանուր առմամբ, տակտիկան ինչպիսին ճիշտ կլինի։ Սա եւս մեկ անգամ բերում է նրան, որ միանշանակ կապի մեջ պետք է իհարկե որ կարողանանք հասկանալ ինչ աջակցության ձևեր կարող են լինել երեխային։ Վերջին շրջանում, երբ որ ստանում եմ շատ եզրակացություններ ու նաև ինչ-որ բաներ կարդալով, ընթերցելով գրականության մեջ, մենք հաճախ հանդիպում ենք այս գերդիագնոստիկայի գաղափարին, որ որոշ խնդիրներ կան, որ ախտորոշվում են ավելի շատ, օրինակ շատ փոքրերի մոտ ես շատ հաճախ հանդիպում եմ աուտիստիկ սպեկտրի խանգարման գերդիագնոստիկայի, որ դրվում է, երբեմն կարող եմ ասել ուղղակի, որովհետև որոշ երկու սիմպտոմատիկա երեխաները ունենում են, վերջին շրջանում դեռահասների մոտ այդ կպչուն մտքերն են, որ ամենա այնց բանը թոփ երևի դիագնոզվող բաներից է, կամ տագնապային խանգարումները։ Ինչով է պայմանավորված այս փոփոխությունները եւ ինչով է ստացվում, որ որոշ խնդիրներ այդ անընդհատ դիագնոզվում են, արդյոք իսկապես այդպես է, թե ունենք մյուս մասնագետները պետք է դրան ուշադիր լինեն, հետևեն, ինչպես արձագանքեն այդ դեպքում։ Տեսեք, այստեղ կա մի հատ շատ կարևոր նրբություն։ Յուրաքանչյուր մասնագետ ունի իր աշխարհընկալումն ու հայացքը, հա, որևէ պաթոլոգիայի հետ կապված, ու ինչքան էլ մենք ունենք դասակարգիչներ, ինչով որ կատարվում է ախտորոշումը, կան մասնագետներ, ովքեր տեսնում են ամենատակն ինչ է կատարվում։ Հա, դա մասնագիտական հմտությունների արդյունքում կարող է լինել կամ բազմամյա փորձառության արդյունքում, այսինքն այստեղ փորձը շատ կարևոր է։ Տակը ինչ կա, որովհետև շատ հաճախ երեխային առաջին անգամ տեսնելը բացարձակապես չի կարող տալ այդ ամբողջական պատկերացումը, որ հիմքում կա այսինչ խնդիր ու պետք է սրա հետ վարվել այսինչ կերպ, հա։ Այո, շատ հաճախ կարող է լինել հիպերդիագնոստիկա, որը որ ամբողջ բժշկության մեջ է այդպեսին, բայց միևնույն ժամանակ մենք կարող ենք սխալ ախտորոշումների խնդիրել ունենալ, այսինքն մասնագետը տեսած չլինի ինչ-որ մի բան կամ կոմորբիդ ինչ-որ խնդիրներ, որոնք որ ակնհայտ են։ Այդ ժամանակ ակտիվ է եղել ինչ-որ բանը, տեսել են այդ ինչ բանը, հաջորդ անգամ հաջորդ մասնագետը տեսնում է մյուս բանը։ Այստեղ շատ օգնում է երկու կարծիքի առկայությունը, եթե կա կասկած, որը որ մաքսիմալ հնարավորություն է տալիս երկու տարբեր մասնագետների կողմից տարբեր հոգեբուժներ, հա, նույն խնդրին նայել, հասկանալ նույն կարծիքն է, թե չէ։ Շատ հաճախ են գալիս, մենք գնացել ենք 7-ից 8 մասնագետի մոտ, 7-ից 8-ն էլ տարբեր բաներ են ասել, ինչ խնդիր կա այստեղ, հա։ Միգուցե բոլորից էլ մի քիչ կա, բայց ամբողջական կլինիկական միավոր որպես այդպեսին չկա։ Ժամանակային ինչ-որ ինտերվալ տանում է դիագնոստիկան, իսկ շատ հաճախ հանդիպում ենք այն դեպքերին, որ մի հանդիպումով էլ է դրվում դիագնոստիկա, արդյոք սա ընդունելի է, դիագնոզ է դրվում մի հանդիպումով, արդյոք սա ընդունելի է, թե մենք խոսում ենք մի փոքր ավելի երկար դիտարկման մասին, հետո նոր դիագնոզի։ Եթե ակնհայտ խնդիր է դրա այդ աչքերը փակել չտեսնել հնարավոր չի, բնականաբար դրվում է, որ այո, այստեղ կա այսինչ պաթոլոգիան, բայց եթե մենք ունենք ավելի լղոզված պատկեր ու մարդը անցել է շատ երկար ժամանակ տարբեր թերապիաների, նույն պսիխոթերապիայի, հա, կամ դեղորայքային թերապիայի, մեզ պետք է ժամանակահատված, որպեսզի հասկանանք տակը ինչ խնդիր կա։ Ու դրա արդյունքում արդեն երբ որ եզրակացությունը լինում է, ինքը կարող է հասանելի լինել այլ մասնագետներին, թե դա նորից ծնողական թույլտվության սահմաններ է ենթադրում երեխաների պարագայում։ Եթե մենք խոսում ենք օրինակ դիսպանսերի մասին, մանկական հոգեբուժական, որը գտնվում է Գրիգոր Լուսավորիչում, այնտեղ դե ամեն երեխա ունի իր քարտը։ Այդ քարտում լրացվում է ինչ խնդիր կա, ինչքան են այցելել, ինչ են արել, հա։ Եթե խոսքը գնում է մասնավոր կենտրոնների մասին, որտեղ Արմեդով միացած են ու բնականաբար ամեն այցը գրվում է, այո, եթե կարիք լինի այլ կենտրոնի կողմից հայտ ներկայացվի, որ տրամադրեք ինֆորմացիան, պայմանավորված թե ինչ տակտիկա մենք պետք է ընտրենք, ամենայն հավանականությամբ հնարավոր է ստանալ։ Կարծես թե մեր զրույցի ընթացքում գալիս ենք նրան, որ հոգեբուժության դաշտը այդքան էլ վախենալու եւ սարսափելի դաշտերից մեկը չէ ու իրականում ապահովություն տվող դաշտերից է ու ինչքան շատ մենք համագործակցության կամ կապի մեջ ենք գտնվում ու ծնողներն էլ ներգրաված են, այդքան ավելի ապահով է դառնում երեխայի հոգեկան առողջության հարցը։ Շատ լավ, շնորհակալություն Տաթև հետաքրքիր զրույցի համար։ Կաջակցի մասնագետներին մեր քննարկումը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։